Հարգելի ներկաներ, հարգելի բանախոսներ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես կարդալով բանախոսների ցանկը վստահ եմ, որ այս օրվա ընթացքում շատ ավելի բանիմաց մարդիկ, քան ես, խոսեն հոգեբանության, խոսեն ուսուցչության, ես մանկավարժություն բառի հետ մի փոքր անհաշտ վերաբերմունք ունեմ, դրա համար ուսուցիչներ կխոսեն, ովքեր այդ թվում ինձ հեռավոր 1992 թվականին առանց բարդ ակադեմիական ձևակերպումների շատ մարդկային բացատրել են ինչ է նշանակում ներառականություն։ 1992 թվականին այստեղ մեծ մասը կհիշի ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը գտնում, երբ տարական կենսական պահանջմունքներ պիտի բավարարվեին մեր հասարակությունում, ես սովորում էի մի դպրոցում, որտեղ կար ներառականություն, առանց ավելորդ բարձրագործության եւ տարբեր տեսակի խոսույթների։ Կային ուղղակի մարդիկ, որոնք անկախ իրենց ֆիզիկական հնարավորություններից մեզ հետ սովորում էին նույն դասարանում։ Եվ մեր ուսուցիչները ինձ համար անհասկանալի ձևով, բայց մեր բոլորի մեջ, գոնե մեր դասարանում սովորած աշակերտների մեջ կարողացան սերմանել հարգալից վերաբերմունք այդ անձանց նկատմամբ։ Ինձ համար աննկատ էր process-ը, ես հիմա եմ դա վերլուծում, ավելի ճիշտ 2018 թվականից սկսած, երբ առաջին անգամ խարբերդ մասնագիտացված մանկատան մասին եմ իմացել, հետ եմ նայել ու հասկացել եմ, որ 1992 թվականին ստացած գրագետ գիտելիքի շնորհիվ ինձ համար արտառոց երևույթ չէ մարդը, որը տարբերվում է ինձանից։ Եվ կարծում եմ, որ սա առաջին կարևոր ուղերձն է, որը մենք պետք է ընդունենք ամեն մեկս մեզ համար եւ կարողանանք փոխանցել մեր երեխաներին։ Հաջորդիվ 2018 թվականին արդեն ես խարբերդի մասնագիտացված մանկատան մասին իմացա իրենց արվեստի միջոցով։ Նոր տարուց առաջ գնացել էի հարազատ մարդկանց համար նվերներ գնելու եւ ձեռքի աշխատանքի տոնավաճառի անկյուններից մեկում տեսա մի գեղեցիկ փղկի արձանիկ ձեռքով պատրաստված մի երեխայի կողմից, որն այս հաստատության սանն էր։ Այդ արձանիկը գնացի, ոչ մեկին չնվիրեցի, մնաց ինձ հետ, մինչ օրս ինձ հետ է, եւ ինձ համար արձանիկը դարձավ ուղեկից արդեն, երբ 2019 թվականին աղջիկները, Անուշիկը, Անահիտը, Աննան, մենք շատ Անահիտի ու Աննայի մասին ենք խոսում, մոռանում ենք նշել Անուշիկի մասին, բայց Անուշիկն ահռելի աշխատանք է տանում, անտեսանելի աշխատանք է տանում, որպեսզի այս օրերը կայանան, այս աշխատանքն իրականացվի։ Երբ Անուշիկն ինձ ասաց, որ քույրիկներս նման նախաձեռնություն ունեն, ես ոչ մեկին չէի ճանաչում աղջիկներից եւ ուղղակի հետ եկա տուն, տեսա այդ արձանիկը, որը գնել էի մասնագիտացված մանկատան սանի սեղանիկից եւ որոշեցի, որ ես էլ եմ հավատում այդ երազանքին ու ես էլ եմ ուզում լինել այն անձը, որը մասնակից կլինի ճախրուկի հարարմանը։ Եվ շնորհակալ ու երջանիկ եմ աղջիկներին, քույրիկներին ինձ նման հնարավորություն տալու համար։ Ես այսօր այստեղ նստած չեմ ի պաշտոնե, այսօր այստեղ նստած եմ որպես մարդ, որը երջանիկ հնարավորություն է ունեցել 2019 թվականին առանց որևէ պաշտոնի, առանց որևէ արարողակարգի ուղղակի գալ այստեղ եւ ծանոթանալ այսօր մեզ իրենց արվեստով հիացնող սաների եւ նրանց ուսուցիչների հետ։ 2019 թվականից մինչ օրս մի կարևոր դաս ու փորձառություն ունեմ, որը էլի շատ աննկատ, բայց արդեն մանկատան սաները եւ ոչ թե ուսուցիչները ինձ սովորեցրեցին։ Սոֆիան, որ այսօր ելույթ էր ունենում, ինձ ասաց. «Երբ ես գալու հաջորդ անգամ»։ Ու մենք սովոր ենք բալիկներին ասել վաղը։ Շատ անպատասխանատու ձևով ասում ենք վաղը ու վաղը չենք գալիս։ Ու մենք չգիտենք, որ ավշուտ ես գիտեմ, ու դա միշտ պահում եմ, ու վստահ եմ, որ մեծ մասը գիտի, որ չի կարելի ասել վաղը ու չգալ։ Այդ պատճառով ես մի կարևոր դաս վերցրեցի ինձ համար ճախրուկներից, որ հստակ պետք է նշես երբ ես գալու, ու եթե ասել ես, որ գալու ես, ուրեմն պիտի գաս։ Նույնիսկ եթե լինի ջրհեղեղ, երկրաշարժ, Աստված մի արասցե ու տարբեր այլ խոչընդոտող հանգամանքներ, դու պիտի գաս, որովհետև քեզ այստեղ սպասում են։ Մենք այսօր շատ վստահաբար խոսելու ենք հոգու թռիչքի, հնարավորությունների, կարողությունների, այս բոլոր գործընթացներին մեր դերդրումների, մեր բանախոսները նշեցին շատ կարևոր հոգեբանական ուղղությունների մասին, բայց ես որպես պարզ մարդ, որը շատ հեռու է հոգեբանական գիտելիքներից, չունի այդ գիտելիքները, գիտեմ մի բան, որ մենք ինչպես
շատ ճիշտ նշվեց, ոչ մեկին բարություն ու լավություն չենք անում։ Մենք իրականում ներդրում ենք անում այն մեր ապագայի մեջ, ինքներս մեր, որովհետև մեր կոլեկտիվ ապագան ձևավորվում այսօր, մեզնից յուրաքանչյուրի անհատական լուռ արարքով։ Եվ այդ պատճառով այսօր, չնայած բազմաթիվ մարտահրավերների, որ եսի պաշտոնե ունեմ, ես այսօր նստած եմ այստեղ 12:03 եւ մինչ բանախոսների ելույթների ավարտը կնստեմ եւ կվերադառնամ իմ բուն պարտականությունների կատարմանը, բայց ուրախ եմ ու շնորհակալ եմ մասը լինելու այս ամեն ինչի։ Բնականաբար մասնագիտական առումով ես որևէ ներդրում չեմ կարող ունենալ այս կարևոր խոսակցությանը, որտեղ այստեղ նստած են Տիար Բլեյանը, այստեղ նստած են մարդիկ, ովքեր որ նման ձևաչափով կրթության նախահայրերն են Հայաստանի Հանրապետությունում, Արեգնազան կրթահամալիրի հիմնադիրներն են այստեղ։ Ես ուղղակի կխնդրեմ, որ այս մարդկանց լսեք, որովհետև շատ հաճախ մենք ժամանակ չենք ունենում իրենց լսելու կամ բավականաչափ ուշադրություն չենք ունենում այդ փիլիսոփայությանը ականջալուր լինելու, բայց ելի շնորհակալ եմ ճակատագրին, որ նման մարդկանց հետ ճանապարհ անցնելու, կրթվելու, նման մարդկանց որպես ուսուցիչ ունենալու հնարավորություն եմ ունեցել։ Երկար չեմ ուզում ծանրաբեռնել, սա մեր կարճ պատմությունն էր ճախրուկների հետ մեր բարեկամության եւ ամեն անգամ ինչ կապ ունի գլխավոր դատախազը ճախրուկների հետ հարցինի պատասխան։ Շնորհակալ եմ։ Ոչ այդ գեղեցկությունը շատ ապակին ուժի։